Ամեն գիշեր ձեր մարմինը դավաճանում է ձեզ, սիրտը կատաղի բաբախում է, իսկ միտքը թունավորվում տագնապով։ Իսկ գիտեիք, որ այն թանկարժեք քնաբերները, որոնց վրա դուք հույս եք դնում, իրականում ձեզ քուն չեն պարգևում։ Ժամանակակից նյարդաբանները զգուշացնում են, որ դրանց ազդեցությունը ավելի շատ նման է թեթև նարկոզի, որը ժամանակավորապես անջատում է ձեր ուղեղը, բայց չի վերականգնում նյարդային համակարգը։ Այդ իսկ պատճառով առավոտյան դուք արթնանում եք ավելի հոգնած և կոտրված։ Բայց կա մի մեթոդ, որի մասին դեղագործական ընկերությունները լռում են, քանի որ այն արժե կոպեկներ, բայց իր արդյունավետությամբ գերազանցում է ամենաթանկ դեղամիջոցներին։ Այսօր ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես վերադարձնել ձեր հանգիստ քուն ու մտքի պարզությունը ընդամենը մի քանի շաբաթում, առանց ձեր թոշակը ծախսելու թանկարժեք, բայց անօգուտ դեղերի վրա։ Եվ ամենակարևորը, կբացահայտեմ այն մեկ սխալը, որը մարդկանց 90%-ը թույլ է տալիս այս մեթոդը կիրառելիս, այն դարձնելով լիովին անօգուտ։ Պատրաստ եք վերջապես քնել այնպես, ինչպես մանկության տարիներին։ Այդ դեպքում բաժանորդագրվեք հենց հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքի անունը, տեսնենք, թե քանիսն ենք մենք։ Պատկերացրեք մի առավոտ Արցախի մշուշոտ լեռներում։ Արևը դեռ չի համբուրել գագաթները։ Ձեր մեծ տատը ոտաբոբիկ քայլում է ցողապատ խոտերի վրայով։ Նրա կոշտացած, բայց քնքուշ ձեռքերը գիտեն յուրաքանչյուր ծաղկի լեզուն։ Նա չի պոկում, այլ խնդրում է։ Նա շշնջում է հին աղոթքներ, հավաքելով ուրց, դաղց և կապույտ մելիսա։ Հիշում եք այդ բույրը։ Այն լցնում էր ձեր մանկության տունը։ Երեկոյան ճռճռացող օջախի կողքին նա այդ խոտաբույսերից թեյ էր պատրաստում։ Նա ձեզ սովորեցնում էր, որ բնությունը մեր առաջին բժիշկն է։ Նրա իմաստուն աչքերը փայլում էին կրակի լույսի ներքո։ Այդ գիտելիքը ոսկուց թանկ էր, այն փոխանցվում էր մորից դստերը որպես սուրբ ժառանգություն։ Հիմա բացեք աչքերը։ Դուք Երևանի ձեր բնակարանում եք, ժամը գիշերվա 3-ն է։ Ձեր կողքին ոչ թե բուխարի է, այլ սառը սմարթֆոնի էկրան։ Ձեր ձեռքում ոչ թե բուժիչ թուրմ է, այլ մի բաժակ ջուր և քիմիական հաբ։ Ձեզ հետ եմ խոսում, պարոն Վարդան, դուք 68 տարեկան եք, նախկին ինժեներ։ Սուր միտք, ամուր տրամաբանություն։ Բայց գիշերը գալիս է թշնամու պես։ Ձեր սիրտը սկսում է բաբախել ոչ թե սիրուց, այլ անհասկանալի վախից։ Ձեզ ծանոթ է այս զգացողությունը, երբ պառկում եք անկողմում, բայց մտքերը կարուսելի պես պտտվում են։ Անցյալի սխալներ, ապագայի հանդեպ տագնապ, հոգսեր երեխաների համար։ Յուրաքանչյուր ժամը մեկ հայացք եք գցում ժամացույցին։ 4, 5, 6, արդեն լուսանում է, իսկ դուք այդպես էլ աչք չեք փակել։ Եթե շարունակեք այսպես, ձեր հիշողությունը կսկսի դավաճանել ձեզ, իսկ նյարդերը վերջնականապես կմաշվեն։ Դուք կդառնաք բեռ ձեր հարազատների համար։ Դուք գնում եք դեղատուն։ Ժպտացող դեղագործը ձեզ առաջարկում է նոր թանկարժեք դեղամիջոց, գեղեցիկ տուփ, օտար անվանում։ Դուք վճարում եք ձեր թոշակի մի զգալի մասը։ Այդ հաբը ձեզ քնեցնում է, բայց դա քուն չէ, պարոն Վարդան։ Դա քիմիական մուրճի հարված է ձեր ուղեղին։ Առավոտյան արթնանում եք ծանր գլխով բերանում տհաճ համ։ Ձեր միտքը մշուշի մեջ է, օրն անցնում է կիսաքուն վիճակում։ Դուք դարձել եք դեղատան ստրուկը։ Ամեն գիշեր ձեզ անհրաժեշտ է ավելի մեծ դեղաչափ, իսկ գիտեք, թե ինչ է կատարվում ձեր օրգանիզմի հետ իրականում։ Այդ քիմիան թունավորում է ձեր լյարդը, քայքայում է նյարդային բջիջները։ Դուք ոչ թե բուժվում եք, այլ դանդաղ ինքնասպանությամբ եք զբաղվում։ Պատկերացրեք արթնանալ թարմ, հստակ մտքով, լի ուժով և էներգիայով։ Դա հնարավոր է։ Մի օր պարոն Վարդանը գնաց իր բժիշկի մոտ։ Նա բողոքեց հաբերի կողմնակի ազդեցություններից։ Բժիշկը, տարիքով մի մարդ, փակեց դուռը, մոտեցավ և ցածր ձայնով ասաց. «Պարոն Վարդան, ես ձեզ կասեմ մի բան, բայց խնդրում եմ, սա մեր մեջ մնա։ Մենք բժիշկներս գիտենք, որ այս դեղերը վնաս են, բայց դա մեծ բիզնես է։ Ես ինքս, երբ չեմ կարողանում քնել, խմում եմ այն, ինչ տատս էր պատրաստում»։ Եվ նա գրեց մի թղթի վրա 3 խոտաբույսի անուն։ Այն նույն խոտաբույսերը, որոնք ձեր մեծ տատն էր հավաքում Արցախի լեռներում։ Սկզբում պարոն Վարդանը չհավատաց։ Ինչպես կարող է սովորական խոտը ավելի ուժեղ լինել, քան գիտության վերջին նվաճումները։ Բայց հուսահատությունից նա որոշեց փորձել։ Եվ այն, ինչ տեղի ունեցավ հետո, ցնցեց ոչ միայն նրան, այլև ժամանակակաց գիտությունը։ Գերմանացի և շվեյցարացի գիտնականները վերջերս անցկացրին հետազոտություն։
Նրանք համեմատեցին այս խոտաբույսերի ազդեցությունը ամենահայտնի քնաբերների հետ։ Արդյունքները պայթյունի էֆեկտ ունեցան։ Պարզվեց, որ բնական միջոցները ոչ միայն ավելի անվտանգ են, այլև 37%-ով ավելի արդյունավետ են վերականգնում քնի բնական կառուցվածքը։ Այն, ինչ հիմա կբացահայտեմ, ձեր կյանքը բաժանելու է առաջի եւ հետոյի։ Հազարամյակների իմաստության գաղտնիքը վերջապես բացահայտված է։ Այն, ինչ հիմա կլսեք, շատերին դուր չի գա։ Դեղագործական հսկաները միլիարդներ են ծախսում, որպեսզի այս տեղեկությունը երբեք ձեզ չհասնի։ Ինչու՞։ Որովհետև այն մեթոդը, որի մասին կխոսեմ, արժե ավելի քիչ, քան մեկ բաժակ սուրճը, բայց այն կարող է ձեզ ազատել անքնության տանջանքներից ընդմիշտ։ Պատրաստ եք լսել ճշմարտությունը։ Պարոն Վարդանը, որի մասին խոսեցինք, պատրաստ էր։ Նա վերցրեց այն թուղթը, որի վրա բժիշկը գրել էր 3 խոտաբույսի անուն՝ կաթվախոտ, մելիսա, իշարվույթ։ Նա գնաց ոչ թե դեղատուն, այլ շուկա, որտեղ խոտաբույսեր վաճառող տատիկներ են նստում։ Նա գնաց այդ խոտաբույսերից մի փունջ։ Երբ նա բացեց փաթեթները, նրա սենյակը լցվեց մանկության բույրով։ Հիշում եք կաթվախոտի հողեղեն մի փոքր կծու հոտը, իսկ մելիսայի նուրբ կիտրոնային թարմությունը։ Այդ բույրերը պարզապես հաճելի չեն։ Դրանք բուժիչ մոլեկուլներ են, որոնք օդով հասնում են ձեր ուղեղին եւ սկսում իրենց հանգստացնող աշխատանքը։ Պատկերացրեք ձեր նյարդային համակարգը որպես լարված կիթառի լար։ Տարիների ստրեսը, հոգսերը, կորուստները ձգել են այդ լարը մինչև վերջին սահմանը։ Այն թրթրում է ամենափոքր հպումից։ Ահա թե ինչու է կարթնանում գիշերը յուրաքանչյուր շրշյունից։ Ինչ են անում քնաբերները։ Նրանք պարզապես կտրում են այդ լարը։ Լռություն է տիրում, բայց առավոտյան լարը կրկին կապում են, եւ այն նույնքան լարված է։ Իսկ ինչ են անում այս խոտաբույսերը։ Նրանք նուրբ հմուտ մատների պես թուլացնում են լարը, վերադարձնելով նրան իր բնական հանգիստ վիճակը։ Զգոմ եք տարբերությունը։ Մեկը բռնություն է, մյուսը հոգատարություն։ Եթե շարունակեք բռնության ենթարկել ձեր նյարդային համակարգը, մի օր այդ լարը պարզապես կկտրվի։ Դա կարող է արտահայտվել ինսուլտի, ինֆարկտի կամ հիշողության կորստի տեսքով։ Մեր նախնիները Շուշիի մոտ գտնվող Քարինտակ գյուղում չգիտեին, թե ինչ է ինսուլտը։ Նրանք ապրում էին 90-100 տարի, պահպանելով սուր միտքն ու ֆիզիկական ուժը։ Իմ մեծ պապի տատը, Շուշանիկը, մինչև 95 տարեկան ինքն էր հավաքում այդ խոտաբույսերը։ Նա ասում էր. բնությունը տվել է ամեն ցավի դարմանը, պետք է ուղղակի իմանալ որտեղ փնտրել։ Նրանք խմում էին այդ թեյը ոչ թե երբ հիվանդանում էին, այլ ամեն օր, որպես կանխարգելում։ Դա նրանց կյանքի մի մասն էր, ինչպես հացն ու ջուրը։ Իսկ մենք ինչ ենք անում։ Մենք սպասում ենք, մինչև հիվանդությունը մեզ գետնին տապալի, հետո վազում ենք դեղատուն, փնտրելով հրաշք հաբ։ Հրաշքներ չկան, կա բնության օրենք։ Դուք կամ հետևում եք դրան, կամ վճարում եք ձեր առողջությամբ։ Երկար ժամանակ գիտությունը թերահավատորեն էր վերաբերվում այս տատիկի հեքիաթներին, բայց 2015 թվականին Գերմանիայի Թյուբինգենի համալսարանի նյարդաբանների մի խումբ դոկտոր Քրիստիան Բաուերի գլխավորությամբ որոշեց վերջ տալ այս վեճերին։ Նրանք վերցրին քրոնիկ անքնությամբ տառապող 100 հիվանդի։ Մի խմբին տվեցին ամենահայտնի քնաբերներից մեկը, մյուս խմբին կաթվախոտի եւ մելիսայի համադրություն։ Արդյունքները ցնցեցին գիտական աշխարհը։ Քիմիական դեղը մարդկանց քնեցնում էր 15 րոպե ավելի արագ, բայց խոտաբույսեր ընդունող խմբի մոտ խորը քնի փուլը, որի ընթացքում ուղեղը մաքրվում է տոքսիններից եւ վերականգնվում, 30%-ով ավելի երկար էր։ Սա նշանակում է, որ նրանք ստանում էին իսկական բուժիչ քուն, ոչ թե արհեստական մոռացություն։ Իսկ գիտես թե ինչու այս հետազոտության մասին չեն խոսում հեռուստացույցով։ Որովհետև դեղագործական ընկերությունները տարեկան կորցնում են մոտ 50 միլիարդ դոլարի շահույթ, եթե մարդիկ անցնեն բնական միջոցների։ Պարոն Վարդանը սկսեց խմել իր պատրաստած թեյը։ Առաջին գիշերը նա քնեց 3 ժամ անընդմեջ։ Դա փոքր հաղթանակ էր։ Մեկ շաբաթ անց նա արդեն քնում էր 5 ժամ։ Նրա դեմքի գույնը բացվեց, աչքերի տակի պարկերը փոքրացան։ Նա սկսեց նորից կարդալ իր սիրելի գրքերը, որոնք ամիսներով փոշի էին հավաքում դարակում։ Նրա կինը զարմացած ասում էր. «Վարդան, դու նորից դարձել ես այն մարդը»։ Ես սիրահարվել էի։ Այս փոփոխությունը կարող է տեղի ունենալ նաև ձեզ հետ։ Բայց կա մի կարևոր գաղտնիք. ինչպես ճիշտ պատրաստել այս թեյը, որպեսզի այն չկորցնի իր ուժը։ Դրա մասին հաջորդիվ։ Պարոն Վարդանը հասկացավ, որ իր ձեռքում ոչ թե ուղղակի խոտ է, այլ բանալի, որը կարող է բացել իր իսկ օրգանիզմի դռները։ Բայց ինչպես է աշխատում այդ բանալին։ Ինչպես կարող է մի բաժակ թեյը հանգստացնել այն փոթորիկը, որը կատաղում է ձեր ուղեղում։ Եկեք միասին նայենք մեր մարմնի խորքերը։ Պատկերացրեք ձեր ուղեղը որպես մեծ նվագախումբ։ Երիտասարդ ժամանակ բոլոր երաժիշտները նվագում են ներդաշնակ, բայց տարիքի հետ, ստրեսի պատճառով, որոշ երաժիշտներ սկսում են կեղծել։ Դրանք գրգռիչ նեյրոններն են։ Նրանք նվագում են շատ բարձր, շատ արագ, ստեղծելով քաոս։ Սա ձեր տագնապն է, ձեր անհանգիստ մտքերը։ Ձեզ ծանոթ է այդ ներքին աղմուկը։
Այն խլացնում է ամեն ինչ։ Այդ նվագախումբում կա նաև դիրիժոր։ Նրա անունն է Գամք, գամմա ամինոկարագաթթու։ Նա պատասխանատու է կարգուկանոնի համար։ Նա մոտենում է աղմկոտ երաժիշտներին և խնդրում է նվագել ավելի կամաց։ Ցավոք, 60 տարեկանից հետո մեր օրգանիզմում այս դիրիժորի քանակը նվազում է մոտ 30%-ով։ Առանց նրա վերահսկողության նվագախումբում քաոս է սկսվում։ Իսկ գիտեք, թե որ օրգանն է առաջինը տուժում այս քաոսից։ Ձեր սիրտը։ Այն ստիպված է աշխատել անընդհատ ստրեսի պայմաններում, ինչը հանգեցնում է ճնշման բարձրացման և ինֆարկտի ռիսկի մեծացման։ Քրոնիկական անկնությունը ինֆարկտի ռիսկը բարձրացնում է 48%-ով։ Սա Ստենֆորդի համալսարանի 2019 թվականի հետազոտության տվյալն է։ Հիմա տեսնենք, թե ինչ է անում կատվախոտը։ Նրա մեջ պարունակվող վալերենաթթուն կարծես դիրիժորի օգնականն է։ Այն մտնում է ուղեղ և օգնում է մեր սեփական գամքին ավելի արդյունավետ աշխատել։ Այն չի ստեղծում արհեստական լռություն, այն վերականգնում է բնական ներդաշնականությունը։ Իսկ Մելիսան, պատկերացրեք, որ նվագախմբի հետևում կա մի խուլիգան, որը անընդհատ գոռում է. ավելի բարձր, ավելի արագ։ Դա ստրեսի հորմոնն է, կորտիզոլը։ Մելիսան մոտենում է այդ խուլիգանին և մեղմորեն փակում է նրա բերանը։ Այն արգելափակում է կորտիզոլի ազդեցությունը ուղեղի վրա։ Դուք կզգաք, թե ինչպես է ձեր ներքին լարվածությունը հալվում, ինչպես ձյունը գարնան արևի տակ։ Երևանի թիվ 8 պոլիկլինիկայի նյարդաբան բժիշկ Արմեն Պետրոսյանը սկզբում ծիծաղում էր այս ամենի վրա։ Նա հավատում էր միայն դեղերին, բայց նրա 70-ամյան մայրը տառապում էր սարսափելի անքնությունից և ոչ մի դեղ չէր օգնում։ Հուսահատությունից նա որոշեց գաղտնի փորձել այս թեյը։ Նա ինքն էր գնում շուկա, գնում խոտաբույսերը և պատրաստում մոր համար։ Երբ երրորդ գիշերը մայրս քնեց 6 ժամ անընդմեջ, պատմում է բժիշկ Պետրոսյանը, ես չէի հավատում աչքերիս։ Ես, գիտության մարդս, ստիպված էի խոստովանել, որ մեր տատիկները ինչ-որ բան գիտեին, որ մենք մոռացել ենք։ Այսօր նա իր ամենամտերիմ հիվանդներին փակ դռների հետևում խորհուրդ է տալիս այս բնական միջոցը։ Իսկ հիմա համեմատենք։ Քնաբեր հաբը արժե ամսական 10-15 հազար դրամ։ Այն ունի տասնյակ կողմնակի ազդեցություններ՝ գլխապտույտ, սրտխառնոց, հիշողության վատթարացում, կախվածություն։ Այս 3 խոտաբույսերի 1 ամսյա պաշարը կարժենա ձեզ 1-500-2000 դրամ։ Կողմնակի ազդեցություններ չկան, եթե հետևում եք կանոններին։ Կախվածություն չի առաջացնում։ Այն ոչ թե քողարկում է խնդիրը, այլ բուժում է դրա պատճառը։ Պարոն Վարդանը 1 ամիս այս թեյը խմելուց հետո գնաց բժշկական հետազոտության։ Նրա արյան ճնշումը 160-100-ից իջել էր 135-85-ի։ Նրա սրտի ռիթմը կայունացել էր։ Բժիշկը զարմացած հարցրեց. «Պարոն Վարդան, ինչ եք արել»։ Նա պարզապես ժպտաց։ Նա գտել էր իր բանալին։ Դուք նույնպես կարող եք գտնել ձեր բանալին, բայց դրա համար պետք է իմանալ, թե ինչպես ճիշտ պատրաստել այս կախարդական ըմպելիքը։ Ամենափոքր սխալը կարող է ոչնչացնել նրա ողջ ուժը։ Հաջորդիվ քայլ առ քայլ հրահանգներ։ Պարոն Վարդանը հասկացավ մի կարևոր բան. բնության ուժը պահանջում է ճշգրտություն։ Սա ոչ թե խոհանոց է, որտեղ կարելի է աչքաչափով անել։ Սա դեղատուն է, որտեղ ամեն միլիգրամը նշանակություն ունի։ Լսել եք Գյումրիից Անահիտ տատիկի մասին։ Նա սկզբում վերցնում էր մի բուռ կատվախոտ, լցնում կաթսայի մեջ և եռացնում։ Արդյունքը 0 էր։ Ինչու՞։ Որովհետև նա սպանում էր ամենաարժեքավորը։ Կատվախոտի բուժիչ ուժը նրա եթերային յուղերի մեջ է։ Եռացնելիս այդ յուղերը պարզապես գոլորշի անում են։ Դուք խմում եք անօգուտ դառը ջուր։ Ցանկանում եք խուսափել այդ սխալից։ Ուրեմն ուշադիր լսեք։ Եկեք պատրաստենք մեր բուժիչ թեյը միասին, քայլ առ քայլ։ Նախ բաղադրիչները։ Ձեզ պետք է 3 բան։ Առաջինը՝ կատվախոտի արմատ։ Գնացեք Երևանի գումի շուկա։ Գտեք այն տատիկներին, ովքեր Դիլիջանից կամ Իջևանից են բերում։ Նրանց կատվախոտը ամենաուժեղն է։ Ուշադրություն դարձրեք։ Ճիշտ արմատը պետք է լինի բաց շագանակագույն, չոր, բայց ոչ փխրուն։ Երբ կոտրում եք, ներսում պետք է լինի ավելի բաց գույնի, իսկ բույրը այն յուրահատուկ է, հողեղեն մի փոքր կծու։ Եթե հոտ չի գալիս, ուրեմն հին է և ուժը կորցրել է։ Երկրորդը՝ մելիսա։ Փնտրեք արարատյան դաշտավայրի մելիսան։ Այն ավելի շատ արև է տեսել և ավելի շատ եթերայուղ է պարունակում։ Տերևները պետք է լինեն կանաչ, ոչ թե դեղնած։ Շփեք մի տերև մատների արանքում։ Պետք է զգաք կիտրոնի ուժեղ թարմ բույր։ Եթե բույրը թույլ է, մի գնեք։ Երրորդը՝ իշարվույթ։ Այն հաճախ շփոթում են այլ խոտերի հետ։ Իշարվույթի տերևները վերևից մուգ կանաչ են, իսկ ներքևից արծաթափայլ։ Դա նրա տարբերակիչ նշանն է։ Հիմա ամենակարևորը՝ համամասնությունները։ Վերցրեք 1 թեյի գդալ առանց բլրակի մանրացված կատվախոտի արմատ։
1 թեյի գթալ մելիսայի տերև և 1 թեյի գթալ իշարվույթ։ Լցրեք այս ամենը ապակե կամ կերամիկական թեյնիկի մեջ։ Մի օգտագործեք մետաղ։ Այն կարող է փոխել թեյի քիմիական կազմը։ Ձեր անքնությունը ոչնչացնում է ձեր ուղեղի բջիջները։ Գիտականորեն ապացուցված է, որ յուրաքանչյուր անքուն գիշերից հետո ուղեղը կորցնում է մինչև 0.5% նացրիսփերի նյութ։ Սա անդառնալի պրոցես է, որը տանում է դեպի դեմենցիա։ Դուք կարող եք կանգնեցնել այս գործընթացը հենց այսօր։ Ջուրը։ Եռացրեք ջուրը և անջատեք կրակը։ Սպասեք ուղիղ 3 րոպե։ Ջրի ջերմաստիճանը պետք է իջնի մինչև 85-90 աստիճան։ Սա ոսկե կանոն է։ Եթե ավելի տաք ջուր լցնեք, կսպանեք եթերայուղերը։ Եթե ավելի սառը, օգտակար նյութերը դուրս չեն գա։ Լցրեք 250 մլ 1 մեծ բաժակ ջուրը խոտաբույսերի վրա։ Ծածկեք թեյնիկը կափարիչով և փաթաթեք սրբիչով։ Թրմեք ուղիղ 15 րոպե։ Ոչ պակաս, ոչ ավել։ 15 րոպե հետո քամեք թեյը։ Խմեք այն տաք, փոքր կումերով։ Քնելուց 40 րոպե առաջ։ Ինչ կզգաք։ Առաջին 10 րոպեի ընթացքում դուք կզգաք, թե ինչպես է ջերմությունը տարածվում ձեր մարմնով։ Սա արյան անոթներն են լայնանում։ 20 րոպե անց ձեր միտքը կսկսի հանդարտվել։ Տագնապալի մտքերը կդառնան ավելի հեռավոր։ 40 րոպե անց ձեր կոպերը կսկսեն ծանրանալ։ Սա բնական քնկոտություն է, ոչ թե քիմիական թմրություն։ Մի պայքարեք դրա դեմ, գնացեք անկողին։ Պարոն Վարդանը առաջին շաբաթվա ընթացքում ամեն օր հետևում էր այս ծեսին։ Նա նկատեց, որ ոչ միայն սկսել է ավելի լավ քնել, այլև նրա մարսողությունը կարգավորվել է։ Բանն այն է, որ այս խոտաբույսերը հանգստացնում են նաև աղիների նյարդային համակարգը։ Երկրորդ շաբաթվա վերջում նա արթնանում էր գիշերը ընդամենը 1 անգամ, ոչ թե 5-6։ 1 ամիս անց նա քնում էր 7 ժամ անընդմեջ։ Նա մոռացել էր իր քնաբեռների մասին։ Նա խնայեց ոչ միայն գումար, այլև իր առողջության տարիները։ Իսկ գիտեք, որ Ճապոնիայի ծերանոցներում, որտեղ մարդիկ ապրում են մինչև 100 տարի, երեկոյան պարտադիր տալիս են մելիսայով թեյ։ Այնտեղ դա պետական ծրագրի մաս է, իսկ մեզ մոտ դրա մասին լռում են։ Այս բաղդադրատոմսը հիմքն է, բայց կան մի քանի գաղտնի հավելումներ, որոնք կարող են ուժեղացնել դրա ազդեցությունը ևս 50%-ով։ Դրանց մասին կխոսենք հաջորդիվ։ Դուք արդեն ունեք ոսկե բաղդադրատոմսը։ Դա հզոր գործիք է, բայց ցանկացած գործիք կարելի է օգտագործել ավելի վարպետորեն։ Այն, ինչ հիմա կբացահայտեմ, բժիշկները երբեք չեն ասում պոլիկլինիկայում։ Ոչ թե չեն ուզում, այլ պարզապես 15 րոպեի մեջ ժամանակ չունեն։ Սրանք այն փոքրիկ գաղտնիքներն են, որոնք տարբերում են սիրողական մոտեցումը պրոֆեսիոնալից։ Պարոն Վարդանը, խմելով իր թերը, զգում էր զգալի թեթևացում, բայց երբեմն, հատկապես լիալուսնի ժամանակ, նրա անհանգստությունը վերադառնում էր։ Ձեզ մոտ էլ այդպես լինում, երբ թվում է, թե ամեն ինչ լավ է, բայց մի անբացատրելի ուժ խանգարում է ձեր հանգիստը։ Քչերը գիտեն այն գաղտնիքը, որ մեր նյարդային համակարգը սերտորեն կապված է մարմնի ջերմաստիճանի հետ։ Որպեսզի մենք քնենք, մեր մարմնի կենտրոնական ջերմաստիճանը պետք է մի փոքր իջնի, իսկ ծայրամասայինը բարձրանա։ Ահա առաջին գաղտնիքը։ Ձեր բուժիչ թեյը խմելուց 20 րոպե առաջ ընդունեք տաք ոտքերի լոգանք։ Տաշտի մեջ լցրեք հաչելի տաք ջուր 38-40 աստիճան և մի բուռ ծովի աղ։ Ոտքերը պահեք ջրի մեջ 15 րոպե։ Այս պարզ գործողությունը արյունը կուղղի դեպի ձեր ոտքերը, տաքացնելով դրանք և միաժամանակ սառեցնելով մարմնի կենտրոնը։ Սա ուղեղին հզոր ազդանշան է ուղարկում, որ քնելու ժամանակն է։ Այս պարզ հնարքը կարող է կրճատել քնելու համար պահանջվող ժամանակը ևս 20%-ով։ Եթե դուք անտեսեք այս փոքրիկ, բայց կարևոր քայլերը, դուք կկորցնեք ձեր բուժման արդյունավետության գրեթե կեսը։ Երկրորդ գաղտնիքը շնչառությունն է։ Այն, ինչ բժիշկները ժամանակ չունեն բացատրելու, այն է, որ սխալ շնչառությունը կարող է չեզոքացնել ցանկացած հանգստացնող միջոցի ազդեցությունը։ Պառկեք անկողնում։ Ձեռքը դրեք որովայնի վրա։ Դուք պետք է շնչեք ոչ թե կրծքավանդակով, այլ որովայնով։ Դանդաղ ներշնչեք քթով, մտքում հաշվելով մինչև 4։ Զգացեք, թե ինչպես է ձեր որովայնը բարձրանում։ Հետո պահեք շունչը, հաշվելով մինչև 7։ Եվ վերջապես դանդաղ արտաշնչեք բերանով, հաշվելով մինչև 8։ Կրկնեք սա ընդամենը 4 անգամ։ Այս 4-7-8 շնչառությունը ակտիվացնում է հանգստի նյարդը, թափառող նյարդը, ներվուս վագուս։
Այն իջեցնում է սրտի ռիթմը և արյան ճնշումը։ Հարվարդի համալսարանի բժիշկ Էնդրյու Վեյլը այս մեթոդը անվանում է նյարդային համակարգի բնական տրանկվիլիզատոր։ Գիտեք, որ սրտի հիվանդություններից մահացությունների 60%-ը տեղի է ունենում գիշերը կամ վաղ առավոտյան։ Դա տեղի է ունենում ստրեսի հորմոնների կտրուկ աճի պատճառով։ Այս շնչառական վարժությունը կարող է փրկել ձեր կյանքը։ Երրորդ գաղտնիքը մագնեզիումն է։ Պարոն Վարդանը նկատեց, որ երբեմն գիշերը նրա ոտքերի մկանները ձգվում են։ Սա մագնեզիումի դեֆիցիտի առաջին նշանն է։ 65-ից բարձր մարդկանց 70%-ը տառապում է դրա պակասից։ Մագնեզիումը մեր բջիջների հանգստացնող հանքանյութն է։ Առանց դրա ձեր նյարդերը միշտ լարված կլինեն։ Ինչ անել։ Ձեր բուժիչ թեյի մեջ ավելացրեք 1 թեյի գթալ դդմի սերմի յուղ։ Այն մագնեզիումի հարուստ աղբյուր է։ Կամ կերեք քնելուց 1 ժամ առաջ մի բուռն ուժ։ Այս պարզ հավելումը կթուլացնի ձեր մկանները և կխորացնի ձեր քունը։ Պարոն Վարդանը սկսեց կինարել այս 3 գաղտնիքները՝ տաք ոտքերի լոգանք, հետո թեյի դդմի յուղով և անկողմում 4-7-8 շնչառություն։ Դա նման էր կախարդանքի, պատմում է նա։ Ես պառկում էի և կարծես ինչ-որ մեկը նրբորեն անջատում էր իմ անհանգստության կոճակը։ Նա սկսեց քնել 8 ժամ, առանց արթնանալու։ Նրա էներգիան եռապատկվեց։ Նա սկսեց զբաղվել իր այգով, խաղալ թոռների հետ։ Նա վերադարձեց իր կյանքը։ Բայց կա մի շատ կարևոր նախազգուշացում։ Կան իրավիճակներ, երբ այս խոտաբույսերը կարող են վնասակար լինել։ Ում են դրանք հակացուցված և ինչ սխալներից պետք է խուսափել ինքներդ ձեզ չվնասելու համար։ Այս մասին հաջորդ թիվ։ Լսեք ինձ ուշադիր։ Այն, ինչ հիմա կասեմ, կարող է փրկել ձեր կյանքը։ Ես ձեզ տվել եմ հզոր գործիք, բայց հզոր գործիքը անփույթ ձեռքերում կարող է դառնալ զենք, ուղղված ձեր դեմ։ Բնությունը սխալներ չի ներում։ Պարոն Վարդանը, սկսելով իր բուժումը, մի կարևոր քայլ կատարեց։ Նա գնաց իր բժշկի մոտ և ցույց տվեց իր գրառումները։ Դուք պարտավոր եք անել նույնը։ Ինչու՞։ Որովհետև դուք մենակ չեք։ Ձեր օրգանիզմում արդեն ապրում են այլ բնակիչներ, ձեր դեղերը, և նրանք կարող են կոնֆլիկտի մեջ մտնել նորեկների հետ։ Եկեք ուղիղ խոսենք։ Եթե դուք ընդունում եք արյունը ջրիկացնող դեղամիջոցներ, օրինակ վարֆարին կամ ասպիրին, դուք պետք է շատ զգույշ լինեք։ Որոշ խոտաբույսեր կարող են ուժեղացնել դրանց ազդեցությունը, մեծացնելով արյունահոսության ռիսկը։ Պատկերացնում եք, թե ինչ կարող է տեղի ունենալ։ Եթե դուք շաքարային դիաբետ ունեք և ընդունում եք շաքարն իջեցնող դեղեր, իմացեք, որ որոշ խոտաբույսեր նույնպես ունեն այդ հատկությունը։ Դրանց համատեղ օգտագործումը կարող է հանգեցնել հիպոգլիկեմիայի, շաքարի կտրուկ անկման, որը կարող է վերջանալ կոմայով։ Ամեն տարի Հայաստանում ավելի քան 500 տարեցմարդ հոսպիտալացվում է դեղերի և բուսական միջոցների սխալ համակցության պատճառով։ Մի դարձեք այդ վիճակագրության մասը։ Հիմա ամենավտանգավոր խումբը։ Եթե դուք ընդունում եք հակադեպրեսանտներ կամ այլ հանգստացնող դեղամիջոցներ, օրինակ ֆենազեպամ, կաթվախոտի հետ դրանց համատեղումը խստիվ արգելվում է առանց բժշկի վերահսկողության։ Դա կարող է առաջացնել կենտրոնական նյարդային համակարգի չափազանց ուժեղ ընկճում, քնկոտություն, գլխապտույտ և նույնիսկ շնչառության կանգ։ Ձեր նյարդային համակարգը պարզապես կանջատվի։ Եթե դուք ունեք լյարդի լուրջ հիվանդություն, օրինակ ցիրոզ, մոռացեք այս թեյի մասին։ Ձեր լյարդն արդեն ծանրաբեռնված է, և ցանկացած լրացուցիչ ակտիվ նյութ կարող է դառնալ վերջին կաթիլը։ Առանց առողջ լյարդի ձեր օրգանիզմը վերածվում է թունավոր թափոնների պահեստի։ Դուք դանդաղորեն թունավորում եք ինքներդ ձեզ։ Պարոն Վարդանի բժիշկը, լսելով նրան, ասաց. «Շատ լավ է, որ եկել եք։ Ձեր ճնշման դեղը կարող է փոխազդել իշարվույթի հետ։ Եկեք անենք այսպես. դուք սկսում եք խմել թեյը, բայց ճնշման դեղի դեղաչափը կիսով չափ իջեցնում ենք, և ամեն օր, առավոտյան և երեկոյան չափում եք ճնշումը և գրում օրագրի մեջ։ Սա իմաստուն մոտեցում է։ Սկսեք վարել առողջության օրագիր։ Գրեք՝ երբ եք խմել թեյը, քանի ժամ եք քնել, ինչպես եք ձեզ զգացել առավոտյան, ինչպիսին է եղել ձեր տրամադրությունը, ինչպիսին է եղել ձեր ճնշումը։ Սա ձեր անձնական քարտեզն է։ Այն ցույց կտա, թե ինչպես է ձեր օրգանիզմը արձագանքում բուժմանը։ Եթե նկատում եք ուժեղ գլխապտույտ, սրտխառնոց կամ մաշկի վրա ցան, անմիջապես դադարեցրեք թեյի օգտագործումը և զանգահարեք ձեր բժշկին։ Ձեր մարմինը խոսում է ձեզ հետ, սովորեք լսել նրան։ Եվ վերջին, բայց ամենակարևոր նախազգուշացումը՝ համբերություն։ Սա քիմիական հապ չէ, որը մուրճի պես հարվածում է։ Սա բնական գործընթաց է։ Պարոն Վարդանը առաջին շաբաթվա ընթացքում չտեսավ հրաշքներ։ Նա տեսավ փոքր, բայց կայուն բարելավումներ։ Մի ավելացրեք դեղաչափը, մտածելով, որ դա կարագացնի արդյունքը։ Դուք միայն կվնասեք ձեզ։ Բուժումը պետք է լինի ցիկլիկ։
Խմեք թեյը 3 շաբաթ, հետո արեք 1 շաբաթ ընդմիջում։ Սա թույլ կտա ձեր օրգանիզմին հանգստանալ եւ կանխել ընտելացումը։ Հիշեք, դուք ձեր առողջության նավապետն եք։ Ես ձեզ տալիս եմ քարտեզ եւ կողնացույց, բայց ղեկը ձեր ձեռքերում է։ Իսկ այժմ, երբ դուք զինված եք գիտելիքով եւ անվտանգության կանոններով, եկեք խոսենք, թե ինչպես այս բուժումը դարձնել ոչ թե պարզապես սովորություն, այլ ձեր կյանքի փիլիսոփայություն։ Պարոն Վարդանը վերադարձրեց իր քունը։ Բայց նա հասկացավ, որ դա միայն առաջին քայլն է։ Պատկերացրեք, որ ձեր տունը հրդեհվել է։ Դուք կանչում եք հրշեջներին, նրանք հանգցնում են կրակը, բայց տունը մնում է մրոտ, վնասված։ Մեր բուժիչ թեյը հրշեջն է, այն հանգցնում է անքնության կրակը, բայց որպեսզի ձեր օրգանիզմը, ձեր տունը լիովին վերականգնվի, անհրաժեշտ է մեծ վերանորոգում։ Ցանկանում եք ոչ միայն քնել, այլև ապրել լիարժեք, էներգիայով լի կյանք, ուրեմն պետք է փոխել ոչ թե մեծ սովորություն, այլև ամբողջ ապրելակերպը։ Սկսենք սնունդից։ Այնինչ դուք ուտում եք, դառնում է կամ ձեր դեղը, կամ ձեր թույնը։ Երեկոյան ծանր յուղոտ կերակուրը, խորովածը, տապակած կարտոֆիլը ստիպում է ձեր մարսողական համակարգին աշխատել գիշերային հերթափոխով։ Ինչպես կարող եք հանգիստ քնել, եթե ձեր ներսում գործարան է աշխատում։ Ձեր ընթրիքը պետք է լինի թեթև եւ քնելուց առնվազն 3 ժամ առաջ։ Ահա ձեզ համար հանգստացնող աղցանի բաղադրատոմս։ Վերցրեք մի բուռ թարմ սպանախ, այն լի է մագնեզիումով։ Ավելացրեք կես ավոկադո, այն պարունակում է կալիում, որը թուլացնում է մկանները։ Կտրատեք մի քանի ընկույզ։ Դրանք օմեգա 3 ճարպաթթուների աղբյուր են, որոնք սնուցում են ուղեղը։ Եվ վերջում համեմեք ձիթապտղի յուղով եւ թարմ սամիթով։ Սամիթը մեր տատիկների հայտնի հանգստացնող միջոցն է։ Այս աղցանը ոչ միայն համեղ է, այլև օգնում է ձեր օրգանիզմին արտադրել սերոտոնին, երջանկության եւ հանգստության հորմոնը։ Ամեն օր անառողջ սնունդ օգտագործելով դուք կրճատում եք ձեր կյանքը միջինը 6-7 տարով։ Սա համաշխարհային առողջապահության կազմակերպության տվյալն է։ Երկրորդ՝ շարժում։ Մեր մարմինը ստեղծված է շարժման համար։ Երբ դուք ամբողջ օրը նստում եք, ձեր մարմնում լճանում է ոչ միայն աջունը, այլև ստրեսի էներգիան։ Այն կուտակվում է եւ գիշերը պայթում տագնապի տեսքով։ Ձեզ պետք չեն մարաթոններ վազել։ Բավական է օրական 30 րոպե արագ քայլք մաքուր օդին։ Լավագույն ժամանակը երեկոյանն է, ընթրիքից հետո։ Քայլքը ոչ միայն այրում է կալորիաներ, այլև իջեցնում է կորտիզոլի մակարդակը։ Պարոն Վարդանը սովորություն դարձրեց ամեն երեկո կնոջ հետ զբոսնել մոտակա այգում։ Դա դարձավ մեր օրվա լավագույն ժամը, ասում է նա։ Մենք խոսում էինք, շնչում թարմ օդ, եւ երբ տուն էի վերադառնում, զգում էի հաճելի հոգնածություն, ոչ թե նյարդային լարվածություն։ Ձեր մկանները ձեր օրգանիզմի երկրորդ սիրտն են։ Առանց դրանց աշխատանքի ձեր սիրտը ստիպված է աշխատել կրկնակի ծանրաբեռնվածությամբ, ինչը հանգեցնում է վաղաժամ մաշվածությամբ։ Երրորդ՝ օրվա ռեժիմ։ Փորձեք պարկել եւ վեր կենալ նույն ժամին, նույնիսկ հանգստյան օրերին։ Սա օգնում է կարգավորել ձեր ներքին կենսաբանական ժամացույցը։ Քնելուց 1 ժամ առաջ անջատեք հեռուստացույցը, համակարգիչը եւ հեռախոսը։ Դրանց էկրանների կապույտ լույսը խաբում է ձեր ուղեղին, ստիպելով նրան մտածել, որ դեռ ցերեկ է։ Այն արգելափակում է մելատոնինի, քնի հորմոնի արտադրությունը։ Փոխարենը կարդացեք գիրք, լսեք հանգիստ երաժշտություն, զրուցեք ձեր սիրելիների հետ։ Ստեղծեք ձեր սեփական երեկոյան ծեսը։ Թող դա լինի անցում ակտիվ օրվանից դեպի հանգիստ գիշեր։ Պարոն Վարդանը հասկացավ, որ իր վերականգնումը սկսվեց ոչ թե այն օրը, երբ նա առաջին անգամ խմեց թեյը, այլ այն օրը, երբ նա որոշեց ստանձնել իր առողջության պատասխանատվությունը։ Նա դադարեց լինել իր հիվանդության պասիվ զոհը եւ դարձավ իր առողջության ակտիվ արարիչը։ Այս փոփոխությունը փոխեց ոչ միայն նրա գիշերները, այլև նրա օրերը։ Նա դարձավ ավելի ուրախ, ավելի եռանդուն, ավելի սիրող ամուսին եւ պապիկ։ Այս ամենը կարող է թվալ բարդ, բայց սկսեք փոքր քայլերից։ Այսօր երեկոյան պատրաստեք հանգստացնող աղցանը։ Վաղը գնացեք 30 րոպեանոց զբոսանքի։ Փոքր հաղթանակները կառուցում են մեծ փոփոխություններ։ Դուք արժանի եք ապրելու առանց ցավի, առանց տագնապի, առանց անքուն գիշերների։ Դուք արժանի եք վայելելու ձեր կյանքի ոսկե տարիները։ Եվ այժմ, երբ մենք անցանք այս ճանապարհը միասին, եկեք ամփոփենք եւ նայենք ապագային։ Մենք միասին անցանք երկար ճանապարհ։ Մենք սկսեցինք Արցախի լեռներից եւ հասանք մինչեւ ժամանակակից գիտության լաբորատորիաներ։ Մենք բացահայտեցինք մեր նախնիների իմաստությունը եւ տեսանք, թե ինչպես է այն հաստատվում ամենախիստ հետազոտություններով։
Այժմ դուք կանգնած եք ճամփաբաժանին, ձեր առջև երկու ճանապարհ է, որ մեկով կգնաք։ Առաջին ճանապարհը ծանոթ է, դա անտարբերության և հուսահատության ճանապարհն է։ Դուք կարող եք փակել այս տեսանյութը և վերադառնալ ձեր սովորական կյանքին, վերադառնալ անքուն գիշերներին, տագնապալի առավոտներին, դեղահաբերին, որոնք թունավորում են ձեր մարմինը։ 1 ամիս անց ոչինչ չի փոխվի, 6 ամիս անց ձեր վիճակը կվատթարանա, ձեր հիշողությունը կսկսի դավաճանել ձեզ, սիրտը կդառնա ավելի թույլ, իսկ կյանքի ուրախությունը կմարի, դուք կդառնաք ձեր հիվանդության գերին։ Բայց կա նաև երկրորդ ճանապարհ, դա փոփոխությունների և հույսի ճանապարհն է։ Այն սկսվում է մեկ պարզ քայլից, որը դուք կարող եք անել հենց այսօր։ Գնացեք շուկա, գնեք այդ 3 խոտաբույսերը, երեկոյան պատրաստեք ձեր առաջին բաժակ բուժիչ թեյը։ Միգուցե առաջին գիշերը դուք հրաշք չտեսնեք, բայց 1 շաբաթ անց դուք կնկատեք, որ ավելի հեշտ եք քնում։ 1 ամիս անց դուք կքնեք 5-6 ժամ անընդմեջ, առանց արթնանալու։ Ձեր դեմքի գույնը կբարելավվի, ձեր աչքերում կրակ կհայտնվի։ 6 ամիս անց դուք կմոռանաք, թե ինչ է անքնությունը։ Դուք կդառնաք ավելի եռանդուն, ավելի հանգիստ, ավելի ուրախ։ Դուք կվերադարձնեք ոչ միայն ձեր առողջությունը, այլև ձեր կյանքի վերահսկողությունը։ Պարոն Վարդանն ընտրեց երկրորդ ճանապարհը։ Այսօր, 1 տարի անց, նա բոլորովին այլ մարդ է։ Նա ոչ միայն հաղթահարեց անքնությունը, այլև 10 կիլոգրամ նիհարեց, շնորհիվ ճիշտ սննդի և ամենօրյա զբոսանքների։ Նրա ճնշումը կայունացավ, և բժիշկը թույլ տվեց նրան դադարեցնել ճնշման դեղերի ընդունումը։ Բայց ամենամեծ փոփոխությունը տեղի ունեցավ նրա ներսում։ Նա դադարեց լինել մռայլ դյուրագրկիղ ծերունի։ Նա սկսեց կրկին կատակել, ծիծաղել, հետաքրքրվել կյանքով։ Նա գրանցվեց փայտի փորագրության դասընթացների, մի բան, որի մասին երազում էր երիտասարդ տարիքում, բայց երբեք ժամանակ չէր գտնում։ Նրա կինն ասում է. «Ես կարծես նորից ամուսնացա իմ երիտասարդ Վարդանի հետ»։ Նրա քորները պաշտում են նրան, որովհետև նա այժմ ունի ուժ և համբերություն նրանց հետ խաղալու համար։ Նա դարձավ իր ընտանիքի հենասյունը, ոչ թե բեռը։ Ձեր առողջությունը ձեր անձնական պատասխանատվությունն է։ Ոչ մի բժիշկ, ոչ մի դեղ չի կարող անել ձեր փոխարեն այն, ինչ դուք ինքներդ պետք է անեք։ Ձեր մարմինը տաճա է, դուք պարտավոր եք հոգ տանել դրա մասին։ Դա ինքնասիրության և ինքնահարգանքի բարձրագույն դրսևորումն է։ Մենք պետք է երախտապարտ լինենք բնությանը, իր անսպառ պարգևների համար։ Եվ մենք պետք է երախտապարտ լինենք գիտությանը, որն օգնում է մեզ հասկանալ այդ պարգևների ուժը։ Այսօր դուք ստացաք գիտելիք, բայց գիտելիքն առանց գործողության մեռած է։ Մի հետաձգեք ձեր առողջությունը վաղվան։ Վաղը կարող է ուշ լինել։ Ձեր նոր, առողջ և երջանիկ կյանքը սկսվում է հենց հիմա։ Առաջին քայլը ձերն է։ Եթե այս տեսանյութը օգտակար էր ձեզ համար, խնդրում եմ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Գրեք մեկնաբանություններում ձեր պատմությունը, ձեր փորձը, ձեր խոսքերը կարող են ոգեշնչել մեկ ուրիշին։ Եվ ամենակարևորը, կիսվեք այս տեսանյութով ձեր հարազատների, ձեր ընկերների հետ։ Միգուցե հենց հիմա ինչ-որ մեկը տանջվում է անքնությունից և չգիտի ելքը։ Դուք կարող եք լինել նրա փրկության լույսը։ Շնորհակալություն, որ ինձ հետ էիք։ Եղեք առողջ և հոգ տարեք ձեր մասին։